որ փոխանակ հնենց անեն, որ մարդիկ երջանիկ ուրախ ապրեն, այլ իրար պայթեցնու, տրակցնու, պատերազմ հայտարարելով։ Ես օրինակ քննադատում եմ Իսրայելին, անձամբ ես, որ այս վերջին դարաշրջանում իրանք մենակ հարձակումներ են կատարում իրենց հարևանների վրա, Գազայում, Լիբանանում, Իրանի հետ միշտ մտնում են հակամարտության, հիմա այս ծանր իրավիճակը, մարդիկ չեն մտածում, որ իսկապես մի անգամ են ապրում, հենց անեն, որ Իրանիցից հետո նոր սերունդն էլ խաղաղ ապրի։ Մարդու ամենամեծ ձեռքբերումը իրեն կյանքում կլինի այն, որ ինքը կարա երջանիկ լինի իր ընտանիքի հետ միասին, ամենակարևորը երջանկություն ձեռք բերելն է, ոչ թե մարդիկ մտածում են տարբեր տեսակի թանկարժեք մեքենաներ ձեռք բերեն, 5-6 հարգանքի տներ կառուցեն, երջանկություն պետք է կառուցեն, երջանկության մեջ ամեն ինչ է, խաղաղության, երջանկության, հույսով ենք, որ այս պատերազմը տարածաշրջանում չի տարածվի ու մենք այսօրվա իշխանությունը շատ ուշադիր պետք է լինի մեր անվտանգությունը շատ լուրջ աշխատանքներ կատարեն, որ թշնամին այս օրվա Իրանի պատերազմից չօգտվի ու չխախտի մեր պետական սահմանը, ուրիշ ախորժակ չունենա։ Դրա համար ինչ է պետք, հզոր բանակ, բանակը պետք է հզորացնենք, ոչ թե տարբեր թեմաների մեջ մտնեն, քննադատեն մեկը մյուսին ու վարքաբեկեն, ինչ ասեմ, մենակ այսօր էդ ենք տեսնում։ Ժողովուրդ ջան, ձեր շաբաթ կիրակին ցանկանում եմ լավ օր, լավ տրամադրություն, հույսով ենք, որ մեր ժողովուրդը ամեն ինչ կմտածի, որ վաղը մենք ունենանք հզոր երկիր։ Այսօր ինչ կատարվում է, գնում է լրիվ թուլացման։ Պետականությունը այսօր պետք է մենք փառքով պահենք ու հզորացնենք, որտեղ ամեն ինչ գալիս է ղեկավարությունից։ Երկրի ղեկավարության բոլոր օրենքները ազդում են ժողովրդի ամեն օրվա առօրյայի ապրելակերպի վրա։ Մի քաղաքական սխալ որոշում ու ամեն ինչը շարունակում է ազգի արժանապատվության, ապրելակերպի, տնտեսության, ամեն ինչի վրա։ Դրա համար մենք ինչքան պետք է ապրենք, այնքան կարողանանք պիտանի լինենք մեր ազգին, մեր պետությանը, մեր ժողովրդին, որ մեկս մեկին օգնելով կարողանանք հզոր հայրենիք կառուցենք։ Ես ասում եմ որպես հայրենասեր մարդ, թե չէ ինչու պետք է մտնենք այս քաղաքականության մեջը, որտեղ մտածում ենք, եթե ամեն ինչ լավ լիներ, մենք էլ լավ մեր ժամանակը կանցկացնեինք։ Ինչ ասեմ, ողջունեք ձեր բոլորին լավ հանգիստ եմ ցանկանում այսօր, լավ ժամանակ։